Փառք Հիսուսին, խաղաղվելու տարի սիրելիներս։ Ուզում եմ այդտեղ կարդանք միասին Աստվածաշնչից։ Հովհաննեսի ավետարանի մեջ Հիսուսը այսպես է ասում, 14-րդ գլուխ 27 խոսքը. Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղություն եմ տալիս ձեզ։ Ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովի եւ չվախենա։ Փառք Աստծուն սիրելիներս, գիտեք իմ դուրը գալիս է, Տերը ասում է ես իմ խաղաղություն եմ տալիս, ոչ թե խաղաղությունը, ինչ խաղաղություն, որ աշխարհն է տալիս, այլ իմ խաղաղություն եմ տալիս, թող ձեր սիրտը չխռովի եւ դուք չվախենաք։ Գիտեք շատ անգամ մարդիկ աշխարհում դե փնտրում են խաղաղությունը, միգուցե ֆինանսական ապահովության մեջ, հա, երբ որ ֆինանսներ կա, մարդը հանգիստ է։ Հենց մի քիչ ֆինանսները պակասում է, արդեն մի տեսակ տագնապ է սկսվում, երբ որ իպոթեկայի ժամանակն է մոտենում, երբ որ ինչ որ կարիք է պետք տանը հոգալ, հա, նոր տարին է շուտով, բա ինչ ենք անելու, ոնց ենք ծախսելու։ Եվ գիտես, երբ որ կարծես ֆինանսները կա, մարդը ավելի խաղաղ է ու ավելի ապահով է։ Բայց Աստծո խաղաղությունը ինչով է տարբերվում աշխարհի խաղաղությունից, սիրելիներս, որ կապ չունի ֆինանսը կա թե չկա, քո սիրտը խաղաղության մեջ է։ Դու չես վախենում ու դու չես խռովում։ Մեկը գիտես, որ Տերը հոգում է քո կարիքները։ Ամեն։ Երեք մարդիկ կարող է ապահովություն ման, չգիտեմ, այդ տուն ունի, իրան ապահով ազգում։ Բայց ես տեսել եմ շատ մարդիկ, որ շատ մեծ տուն ունեն, բայց այդքան էլ իրանց ապահով չեն զգում։ Իրանց սրտում կարող խաղաղություն չլինի։ Եվ գիտեք, տարբեր sense բաներ կարանք աշխարհից օրինակներ բերենք, որ մարդիկ դրա մեջ փորձում են փնտրել իրանց ապահովությունը, հա, իրանց խաղաղությունը։ Բայց իրականում կարող ենք վստահ ասել, որ առանց Աստծո հնարավոր չի խաղաղություն ունենալ։ Եվ Հիսուսը գալիս է աշխարհ, ասում է. ես իմ խաղաղություն եմ տալիս ձեզ։ Իմ խաղաղությունը, ոչ թե խաղաղությունը, որ աշխարհն է տալիս, որը ժամանակավոր է, որը փոփոխական է, որը երբ որ խնդիրները գալիս են, հոդս է ցնդում։ Հիսուս ասում է, ես իմ խաղաղություն եմ տալիս ձեզ։ Ամեն։ Եվ սիրելիներս, կուզենամ մի տեղ նայենք Աստվածաշնչում, Հռոմեացիների 14-րդ գլուխը, Պողոս առաքյալը այսպես է ասում դրա մասին, 17-ից 19 խոսքերը, որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով, վասնզի նա որ սրանցում Քրիստոսին ծառայում է, Աստծուն հաճելի է եւ մարդկանց գովելի, ապա ուրեմն խաղաղության եւ միմյանց շինության բաների հետևից գնանք։ Փառք Տիրոջը, Աստծո խոսքը ասում է, որ խաղաղությունը գալիս է Սուրբ Հոգու միջոցով, հա? Խաղաղություն, արդարություն, ուրախություն Սուրբ Հոգով։ Այսինքն, եթե Տիրոջ Հոգին կա ինձ անում ու քեզանում, Սուրբ Հոգին բնակվում է իմ ու քո մեջ, ես ու դուք ունենանք խաղաղություն, սիրելիներս։ Եթե չկա Տիրոջ Հոգին, մեր կյանքում չի կարա լինի խաղաղություն։ Ահա թե ինչ է Աստծո արքայությունը, երբ որ դու այդ երկնային խաղաղությունը ունես քո ներսում։ Գիտեք, կարելի է ասենց ասել անգամ հնարավոր է արդյոք առանց Հիսուսի ունենալ այդ խաղաղությունը։ Հնարավոր է առանց Սուրբ Հոգու ներկայության ունենալ այդ խաղաղությունը։ Գիտեք, այս քանի օրը մի գիրք եմ կարդում, աստվածաբանական շատ լուրջ աշխատություն է, որ բացահայտում է տարբեր աշխարհի կրոնները, խոսում է քրիստոնեության մասին, խոսում է բուդդիզմի մասին, ջայնիզմի մասին, տարբեր ժամանակակից ուղղությունների մասին, ու այնքան հետաքրքիր է ուսումնասիրել, ինչ ձևի են ուրիշ կրոնի մարդիկ, ասենք, հա, նայում աստվածապաշտությանը, ինչպիսին է Աստված իրանց պատկերացումով, կամ ինչպես են իրանք գնում փրկության, հենվելով իրենց կրոնական ինչ-որ, հա, հիմքերի վրա։ Եվ գիտես, ես մի բան տեսա, սիրելիներս, որ ոչ մի կրոնի մեջ, ոչ մի մարդ չի կարող ունենալ այդ խաղաղությունը։ Չի կարող ունենալ։ Օրինակ բուդդիստները իրանք փորձում են նիրվանայի միջոցով հասնել ինչ-որ մի հատ վիճակի, հա, հասնել ինչ-որ մի հատ խաղաղության, միանալ ինչ-որ, չգիտեմ, գերտիեզերական ինչ-որ մի հատ ուժի, իրանց համար դա ամբողջ աշխարհը էդի Աստված է, եւ իրանք փորձում են նիրվանայի միջոցով միանալ ինչ-որ մի հատ այդ ուժին եւ գտնել դրանով հանգստություն։ Բայց գիտես, այտենց էլ չեն կարողանում գտնել։ Ամեն օր նիրվանայի մեջ են, ամեն օր իրանք ինչ-որ բաներ են ասում, մանտրաներ են կարդում, բայց չեն հասնում խաղաղության։ Գիտես, իսլամում, եթե նայես, դու մի բան կտեսնես, օրինակ իսլամում շատ քիչ է խոսվում երևակայի կամ ես ընդհանրապես չեմ լսել, որ խոսվի Աստծո սիրո մասին։ Աստված դա մեկն է, ով որ հզոր է, ով որ մեծ է, ով որ գերիշխան է, ով որ տիրում է բոլորին, ով որ ինչ որ ասել է, դա անել է պետք։ Եվ գիտես, օրինակ իսլամի տեսակետից, եթե դու ամեն բան անում ես ինչպես Ալլահն է ասում, ուրեմն դու կարող ես խաղաղ ապրել։ Եթե չէ, կարծես ոնց որ ինքը տենց առիթ է, սպասում, երբ գավազանով գլխիդ տա, մի բան այնց չանես։
Ու ամեն դեպքում դու տեսնում ես, որ մեկը մարդիկ ապրում են լարված վիճակում։ Մի բան չանեմ, ինչի, որովհետև վախ կա։ Հա, մեր հավատքը օրինակ քրիստոնեությունը հենված է սիրո վրա։ Իսլամը հենված է վախի վրա։ Հասկանում ես, մի բան անեմ, որ Աստված ինձ չպատժի, բայց մենք հավատում ենք սիրո Աստծու, սիրելիներս, մեր Աստված սեր է, եւ մեր Աստված բերում է ճշմարիտ խաղաղություն։ Հիսուս ասեց, ես իմ խաղաղություն եմ տալիս։ Եվ ես ուզում եմ Աստվածաշնչում մի հետաքրքիր բան կարդալ։ Եսայայի մարգարեն օրինակ 9-րդ գլխում 6-րդ խոսքում Հիսուսի մասին, երբ որ մարգարեանում էր, այսպիսի բան ասում. որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, մենք Սուրբ Ծնունդն էինք նշում օրերս, մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի Սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր, խաղաղության իշխան։ Ով է խաղաղության իշխանը? Մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, խաղաղության իշխանը։ Առանց Հիսուս Քրիստոսի չի կարող խաղաղություն լինի մարդու կյանքում, սիրելիս։ Գիտեք, այսօր աշխարհը տարբեր միջոցներով փորձում է հասնել ինչ որ մի հատ վիճակի, որ հանգստություն ունենա, բայց չի կարող գտնի, որովհետև խաղաղությունը Քրիստոսի մեջ է։ Եվ գիտես, մի տեղ էլ կա, ես ուզում եմ կարդալ, ուրեմն Դատավորաց գրքում 6-րդ գլխում նկարագրվում է Գեդեոնի, ոնց որ երկխոսությունը Աստծո հետ, Աստծո հրեշտակի հետ, եւ այստեղ Գեդեոնը, բոլորդ կհիշեք, կամ շատերդ, որ Գեդեոնը վախեցած էր, որովհետեւ թշնամին հարձակվում էր, Իսրայելը հալածանքի տակ էր գտնվում, եւ ահա Աստված ուղարկում է իր հրեշտակին, ասելով Գեդեոնին, որ ես քեզ ընտրել եմ, դու պիտի գնաս ու Իսրայելը ազատես, Եվ ինչ է տեղի ունենում։ Գեդեոնը 22-ից 24 խոսքերը։ Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն է, եւ Գեդեոնը ասեց. «Ո Տեր Եհովա, որ Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա, բայց Տերը նրան ասեց. խաղաղություն քեզ, մի վախենա, չես մեռնի»։ Եվ Գեդեոնը այնտեղ Տիրոջ համար մի սեղան շինեց, եւ նրա անունը Եհովա Շալոմ կոչեց, որ մինչև այսօրը կա Աբիեզերյանց Եփրայի մեջ։ Ինչ է նշանակում Եհովա Շալոմ, սիրելիներս։ Աստված իր անուններից մեկը հայտնեց, կարելի ասել Գեդեոնին։ Գեդեոնը զոհասեղան սարքեց եւ այդտեղը կոչեց Եհովա Շալոմ։ Ինչը նշանակում է Աստված խաղաղության Աստված է, կամ այլ խոսքերով ասած, Տերը խաղաղության եւ հանգստի աղբյուր է։ Եթե եբրայերենից թարգմանենք, գիտես, մեր Աստվածը, սիրելիներս, որ տալիս է ճշմարիտ խաղաղությունը։ Մեր Աստվածը, որ բերում է, գիտես, անկեղծ, իսկական ոչ ձևական խաղաղություն մեր կյանքում։ Եվ ես ուզում եմ միտեղ կարդանք հետաքրքիր մի պատմություն ավետարանից, շատերի ծանոթ, դա Մարկոս ավետարան 4-րդ գլուխն է, երբ որ Հիսուսը նավով աշակերտների հետ տեղափոխվում էր, ծովնային կողմ, եւ 35 խոսքից կկարդամ, եւ այն օրը, երբ որ իրիկուն էր լինում, նրանց ասեց. եկեք անցնենք այն կողմը, եւ ժողովուրդը թողեցին եւ նրան նավով առան, ինչպես որ էր նավումը, եւ ուրիշ նավակներ էլ կային նրա հետ, եւ քամի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափվում էր նավի մեջ, մինչեւ որ համարյա արդեն լցվում էր։ Եվ ինքը նավի հետևի կողմում բարձի վրա քնած էր, եւ նրան զարթնեցնում են եւ ասում նրան. «Վարդապետ, հոգդ չէ, որ կորչում ենք»։ Եվ նա զարթնելով քամին սաստեց եւ ասեց ծովին. «Լռիր, պապանձվիր»։ Եվ քամին դադարեց, եւ մեծ խաղաղություն եղավ։ Եվ ասեց նրանց. «Ինչու այդպես վախկոտ եք, ինչպես հավատք չունեք»։ Եվ նրանք մեծ վախով վախեցան եւ իրար ասում էին. «Սա ով է արդյոք, որ քամին էլ, ծովն էլ հնազանդվում են սրան»։ Սիրելիներս, գիտեք, ճշմարիտ խաղաղությունը դա այն խաղաղությունն է, երբ որ փոթորիկ էլ շուրջդ լինի, խնդիրներ էլ կան, խնդիրներ էլ կան, բայց այդ ամեն ինչի մեջ, այդ ալեկոծության, այդ փոթորիկների մեջ դու կարող ես պահպանել քո խաղաղությունը վստահելով Տիրոջը։ Գիտես, չնայած նրան, որ Հիսուսը նրանց նավակի մեջ էր, բայց նրանց մոտ վախ կար, նրանց մոտ անհանգստություն կար։ Գիտես, այդպես էլ կարա մեր կյանքում լինի։ Հիսուսը մեր կյանքում է, մեր կյանքը, մեր սիրտը մենք տվել ենք Տիրոջը, բայց երբեմն բախվում ենք ինչ որ իրավիճակների, որ այս աշակերտների նման միգուցե անգամ բողոք բարձրացնենք Աստծուն, ասենք հոգդ չի, չես տեսնում, որ կորչում ենք, չես տեսնում, որ կործանվում ենք, չես տեսնում, որ հեսա ջուրը կլցվի մեր նավը։ Եվ Հիսուսը վեր կացավ, սիրելիներս, գրված է, սաստեց, ասեց լռիր, պապանձվիր, եւ ծովը, փոթորիկը հնազանդվեցին։ Աշակերտները վախեցան, ասեցին սա ով է, որ ծովն էլ, փոթորիկներն էլ
հնազանդվում են նրան։ Ես կարծում եմ մեզանից ամեն մեկը կարիք ունի ել ավելի ճանաչելու մեր Տիրոջը, հասկանալու ով է մեր նավակի մեջ, ով է ապրում իմ ու քո սրտում, սիրելիներս, ով որ ծովերն է պապանձեցնում, ով որ փոթորիկներն է պապանձեցնում, ով որ քամիներն է պապանձեցնում։ Ամեն։ Եվ կուզենամ մի քանի աստվածաշնչյան օրինակներ նայել, սիրելիներս։ Ու գիտեք, երբ որ մենք խոսում ենք խաղաղության մասին, շատ անգամ լսել եմ մարդիկ մեզ ասում են հավատացյալները ոնց որ անջատված եղնեն, հա? Ասում են իրանց վեճին չեղնի ոնց որ իրանց շուրջը ինչ է կատարվում։ Բայց գիտես, դա անջատված լինելու ինչ որ, հա, նշան չի։ Դա այն չի, որ մենք չենք տեսնում կամ չենք հասկանում մեր շուրջը ինչ է կատարվում։ Բայց ես հավատում եմ, սիրելիներս, որ ճշմարիտ խաղաղությունը այո գալիս է երկնքից մեր սրտի մեջ, որ անկախ նրանից ինչ է կատարվում մեր շուրջը, մենք կարող ենք պահել մեր հավասարակշռությունը, որովհետև մենք հավատում ենք կամ մեկը, որ հսկում է ամեն իրավիճակները մեր կյանքում, կամ մեկը, որ գիտի ամեն բան, կամ մեկը, որի աչքից ոչ մի բան չի վրիպում։ Եվ եթե մենք ապավինում ենք նրան, կարող ենք վստահ լինել, որ ամեն փոթորիկ կանցնենք, ամեն փորձություններ կանցնենք, ամեն։ Եվ կուզենամ իրականում Աստվածաշնչից մի քանի պատմություն հետաքրքիր նայենք, սիրելիներս։ Երբ սրտում խաղաղություն է, օրինակ մի հատ լավ տեղ կա Աստվածաշնչում, Առաջի Թագավորաց, ես անգամ որոշակի սլայդներ եմ պատրաստել, հա, նկարներ եմ պատրաստել, որպեսզի ավելի տպավորիչ դա լինի ձեր համար, եւ Առաջի Թագավորաց գրքում նկարագրվում է Աննայի պատմությունը, հա, Սամուել մարգարեի մաման։ Այն ժամանակ Եղին պատասխանեց եւ ասեց. «Գնա խաղաղությամբ եւ Իսրայելի Աստվածը տա քո խնդրվածքը, ինչ որ նրանից խնդրեցիր»։ Գիտես, նախքան աղոթելը, տեսեք, ես կարծում եմ, այստեղ շատ մեծ դաս կա ամեն մեկիս համար, ինչքան կարևոր է աղոթել, երբ որ քո կյանքում անելանելի վիճակ է։ Անան երեխա չէր կարողանում ունենալ, եւ նա դրանից դեպրեսիայի մեջ էր, տխրում էր, իր ամուսնուն անգամ, հա, իր ամուսին իրան շատ էր սիրում, բայց ինքը անգամ ամուսնու դեմ էր բողոքում, անգամ ամուսինը մի օր ասեց, ի՞նչ է ես, միտե Աստված են, որ երեխա չեմ տալիս քեզ։ Եվ գիտես, Անան իր սրտում ուղղակի ցավը եկավ տաճար, ծնկի իջավ ու այնպես էր ողբում, այնպես էր լացում Աստծո առաջ, որ Հեղի քահանան անգամ մտածեց Անան հարբած է։ Սկսեց իրան բան ասել, որ չես ամաչում, այն ինչ որ բաներ էր ասում, եւ ինքը ասեց, ոչ, ես հարբած չեմ, ասեց, այլ ցավ կա իմ սրտում։ Ես չեմ կարողանում երեխա ունենալ։ Ու գիտես, այնքան հետաքրքիր է, այստեղ Հեղի նրան ասում է, այն ժամանակ պատասխանեց, ասեց, գնա խաղաղությամբ եւ Իսրայելի Աստվածը տա քո խնդրվածքը, ինչ որ նրանից խնդրեցիր։ Ու տեսեք, երբ որ Անան աղոթքից դուրս եկավ, մի հետաքրքիր բան կատարվեց։ Գրված է, եւ նա ասեց. «Քո աղախինը թող քո առաջին շնորհ գտնի»։ Եվ կինը գնաց իր ճանապարհը եւ կերավ եւ երեսը այլևս տրտում չէր։ Տեսեք, սիրելիներս, ինքը աղոթքից դուրս եկավ, քո երեխա հələ չուներ, չէ՞։ Ինքը դեռ չգիտեր ինչ կլինի, բայց մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Աստված խաղաղություն դրեց իր սրտի մեջ։ Եվ ասում է, երբ որ ինքը գնաց, երեսն էլ փոխվեց։ Արդեն առաջվա նման տրտում չէր։ Ու գիտես, շատ անգամ ինչ բան է իսկական խաղաղությունը, երբ որ գիտես այդ ապավինությունը քո սրտում կա, դու աղոթում ես Աստծուն, մի հատ զարմանալի երկնային ինչ որ մի հատ բան է գալիս քո ներսում, որ չնայած դու դա դեռ չես ստացել, քո աչքերը չեն տեսնում դեռ պատասխանը, բայց քո ներսում մի հատ վստահություն կա, որ Աստված լսել է իմ աղոթքը։ Մենք շատ անգամ սովորացնում ենք այդպես։ Երբ մենք կարող ենք իմանալ, որ մեր աղոթքը պատասխանվել է, գիտես, նշաններից մեկը այն է, երբ որ դու աղոթքի սենյակում ես, ու քո սիրտը լցվում է երկնային խաղաղությամբ։ Դու կարող ես վստահ լինել, որ Աստված լսել է քո աղոթքը։ Եվ գիտես, անցած տարի մի հատ տենց վիճակ եղավ իմ կյանքում, մի հատ դժվար իրավիճակ կար, որ պետք է լուծվեր, ու եթե իրավիճակը չլուծվեր, ինչ որ կարար անախորժություն լիներ։ Ու գիտեք, ես մի շաբաթ վերցրեցի ու աղոթում էի Տիրոջ, ասում էի, Տեր, սա իմ ուժերից վեր է։ Ես չեմ կարող սա մարդկայնորեն, հա, լուծեմ, բայց խնդրում եմ քեզ, օգնիր ինձ, որովհետև չեմ ուզում այսինչ վիճակների մեջ ընկնեմ։ Ու գիտեք, կանգնած էի մեր պատշգամբում, հա, բալկոնում աղոթում էի, ու այնպես մի հատ խաղաղություն եկավ սրտիս մեջ։ Գիտեք, այնպես մի հատ հանգստություն եկավ, ես չեմ կարող դա բացատրեմ, հա, այդ վերապրումը, բայց դա նման էր նրան, որ քո բոլոր հարցերը լուծված են։ Կարող ես հանգիստ լինել, քո բոլոր հարցերը լուծված են։ Ու գիտես, Անայի նման այդ խաղաղությամբ ես դուրս եկա, ու ոչ մի բան չէր փոխվել այդ պահին, հա, մարդկորեն որ նայի, բայց ներսում ես այնպես վստահություն կար։
իմ հարցերը լուծված է։ Ու գիտեք, Աստված այնց զարմանալի, այնց գերբնական ձևի լուծեց այդ հարցերը, որ ես մարդկորեն, ես իսկի չէի կարող ինձ այտենց ընթացք պատկերացնել, որ այդքան լավ կարա դա լուծվի, այդքան լավ ու այդքան որակով ու այդքան շուտ կարա այդ ամեն ինչը լուծվի։ Բայց Աստված, սիրելիներս, հավատարիմ Աստված է, երբ որ մենք գալիս ենք իր առջև, ունենք ապավինություն, ունենք վստահություն, Տերը տալիս է մեզ մի հատուկ խաղաղություն, որը պահում է իմ ու քո սիրտը։ Եվ մի հետաքրքիր տեղ հետո կկարդանք Աստվածաշնչում, որ ինչպես է բնութագրում այդ վիճակը, հա։ Ուզում եմ Պետրոսի մասին մի փոքր հիշենք, երբ որ Պետրոսը բանտում էր։ Հիշում եք, երբ որ Հերովդեսը Հակոբոսին գլխատեց, ժողովուրդ ջան, պատկերացրեք, շատ ուժեղ հալածանք էր եկեղեցու դեմ։ Հակոբոսը եկեղեցու կոչված սյուներից մեկն էր։ Եվ հանկարծ Հերովդեսը Հակոբոսին գլխատում է, ու ժողովրդի դուրը դա եկավ։ Հերովդեսն էլ տեսավ, որ ժողովրդի դուրը եկավ, Պետրոսին էլ փակեց բանտում։ Ոնց եք պատկերացնում, օրինակ, մենք դե բոլորս էլ մարդ ենք, չէ՞։ Մենք որ ասում եմ մսից, արյունից մարդ ենք։ Հիմա մի հատ փորձեք պատկերացնել, ասենք Պետրոսը, ով որ գիտի, որ մի քանի օր առաջ Հերովդեսը ինչ արեց Հակոբոսի հետ, գլխատելով նրան, ասենք ցանկացած նորմալ մարդ, հասկանալով, որ իրան նույն ճակատագիրն է սպասվում, սենց ասենք, դե մի քիչ գոնե անհանգստություն պիտի եղներ, չէ՞։ Չէ, մարդուն կարային տանեին, սպանեին, գլխատեին կամ չգիտենք ինչ որ ուրիշ մահով սպանեին։ Բայց հետաքրքիր մի բան է կատարվում, սիրելիներս։ Լավ է, որ նկարները կա։ Եվ երբ որ Հերովդեսը կամեցավ նրան դուրս բերել, Գործք առաքելոց 12:6-ում գրված։ Այն գիշեր Պետրոսը քնած էր երկու զինվորների մեջ, երկու շղթայով կապված։ Իմ դուրը գալիս է սա։ Գիտես, գրված չի Պետրոսը ծնկաչուկ աղոթք էր անում, գրված չի, որ Պետրոսը պանիկայի մեջ էր, քունը փախել էր, անհանգիստ էր, չէր կարա քնի, այդ շղթաները, այդ երկու զինվորը կողքին։ Գիտեք, հետաքրքիր է, շղթաների մեջ է, կողքը զինվորներ են, ինքը բանտում է, վաղը կարան սպանեն, բայց ինքը քնած էր։ Բայց ինքը ուներ խաղաղություն իր սրտում։ Որտեղից է, սիրելիներս, գալիս այդ խաղաղությունը։ Տիրոջից է գալիս այդ խաղաղությունը։ Մենք չենք կարա դա մարդկորեն բացատրենք, ինչպես է հնարավոր, երբ որ չոր շուրջը տագնապ է, փոթորիկ է, կռիվներ է, այսօր մարդիկ նայում են աշխարհում, էսի եղավ, այն կռիվը, բանը, էսի էլի, մեկը մյուսին սպանեց, չգիտեմ ինչ որ բաներ են կատարվում աշխարհում։ Բայց մենք կարող ենք խաղաղության մեջ ապրել, ոչ թե որ մենք անջատված ենք, ինչպես շատերն են մտածում, այլ որովհետև Քրիստոսի խաղաղությունը մեր սրտերում է։ Մենք Աստված ունենք երկնքում եւ վստահում ենք նրան։ Ամեն, փառք Տիրոջը։ Փառք Հիսուսին։ Եվ տեսեք, եւ պահապանները դրան առաջին բանտը պահում էին, եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց եւ տան մեջ լույս ծագեց։ Եվ խթեց Պետրոսի կողին, նրան արթնացրեց եւ ասեց. Պատկերացնում եք, ստիպված էր խթի, այն որ եղնում է, մեկ երեխեքին քնից ուզում եք անել չենք կարա։ Ես էլ Նարինեն էլ երկուսով խթում ենք, մեկ բան չի օգնում։ Արդեն ինչ որ ծանր բաներ են ընթացքի մեջ մտնում։ Կարողանան քնից անել։ Գիտեք, Պետրոսը այնքան ուժեղ էր քնած, որ հրեշտակը ստիպված էր կողը, հա, խթի այտենց բզի մի հատ որ կոպիտ ասած։ Պետրոսը քնից արթնանա։ Ու տեսեք, Պետրոս խթեց Պետրոսի կողին, նրան արթնացրեց եւ ասեց. «Վեր կաց շուտով» եւ շղթաները վայր ընկան նրա ձեռներիցը։ Դե հետո մենք գիտենք պատմությունը, հա, որ հրեշտակը Պետրոսին հանեց բանտից, Պետրոսը փրկվեց, սիրելիներից դրանից հետո Պետրոսը դեռ մեծ գործ արեց, ծառայելով եկեղեցուն, Տիրոջը ծառայելով եւ Փառք Աստծուն, գիտեք, այդ գերբնական խաղաղության համար, որ լցնում է մեր սրտերը։ Ու եւս մի պատմություն կա հետաքրքիր նույն Գործք առաքելոցում Շիղայի ու Պողոսի պատմությունը, երբ որ նրանք նույնպես եկան մի քաղաք, սկսեցին քարոզել եւ նրանց բանտը նստացրին, հա։ Ոչ թե ուղղակի բանտ նստացրին, նրանց մի հատ լավ ծեծեցին, գրված է շատ խոցեր հասցրեցին,
Դրանից հետո մենք կարդում ենք, որ բանտապետը տանում է, լվանում է, նա գիտեք, ես մտածում եմ, որ նրանք մի հատ արան լվա սենց վիճակում էին, նրանց մի հատ լավ ծեծ էին տվել, այդ կատաղած ամբոխը, այդ զինվորները, որ նրանց բռնեցին, եւ տեսեք, Գործ Առաքելոց 16-րդ գլխում են կարդում դրա մասին 25-ից 26 խոսքերը։ Եվ կես գիշերին Պողոսը եւ Շիղան աղոթք անելով օրհնում էին Աստծուն, եւ բանտարկվածներն էլ նրանց ականջ էին դնում, եւ հանկարծակի մեջ շարժ եղավ, մինչեւ որ բանտի հիմունքներն էլ շարժվում էին, եւ իսկույն բոլոր դռները բացվեցին եւ ամենքի կապանքները արձակվեցին։ Միթե սա զարմանալի չի, սիրելիներս։ Գիտես, իրան կարող էին բողոքել, դժգոհել, ասեն, ես ինչ կյանք է, հա, կամ տերխի ես բաները դու թույլ տվեցիր, ծեծված, ջարդված, խոցերի մեջ, բայց այդ իրավիճակում, սիրելիներս, գրված է օրհնում էին Տիրոջը։ Սա ինձ ու քեզ համար շատ մեծ դաս է։ Գիտես, դրա մեջ հավատք կա։ Դրա մեջ հավատք կա, երբ որ շուրջդ խնդիրներ ա, բայց դու օրհնում ես Տիրոջը։ Ամեն բանի համար Աստծուն կարաս փառք տաս, ամեն ինչի համար կարաս գոհանաս։ Գիտես, ինչպես Մարգարեն, որ ասում է, հա, բերք էլ չլինի, հա, անասուն էլ կտրվի, գոմից ասում է, մեկ է ես իմ Տեր Աստծով պիտի ուրախանամ, մեկ է ես նրանով պիտի ցնցամ։ Գիտես, դա այնքան կարևոր է, որ անկախ նրանից ինչ իրավիճակներ են քո շուրջը, դու կարողանաս Աստծով ուրախանաս, կարողանաս օրհնել նրան ու մեծարել նրա անունը։ Ամեն։ Ու գիտես, երբ որ այդ հավատքը կա, երբ որ այդ խաղաղությունը կա, սիրելիներս, մենք տեսնում ենք, թե Պետրոսի դեպքում կապանքները ընկան, Պողոսի Շիղայի դեպքում կապանքները ընկան, Անայի դեպքում նրա արգանդը բացվեց, նա Սամուելին ծնեց։ Գիտես, այնքան կարևոր է, սիրելիներս, որ այդ երկնային խաղաղությունը լցնի մեր ամեն մեկի սիրտը, այդ ապավինությունը լինի ամեն մեկիս կյանքում։ Ուզում եմ եւս մի տեղ նայենք Աստվածաշնչից, նույնպես շատ հետաքրքիր Եղիսեի պատմությունը, երբ որ զորքը եկել էր, պաշարել էր քաղաքը, հիշում եք, նույնպես կարող ենք տեսնել այդ զարմանալի աստվածային խաղաղությունը, երբ որ նա դուրս եկավ Պարիսպի վրա գրված առավոտյան, ծառան էլ նրա դուրս եկավ, տեսավ, ասեց կորանք, մենք կորանք, որովհետև թշնամու զորքը իրականում շատ մեծ էր, շատ հզոր էր եւ միանշանակ նրանք այդ քաղաքը հավասարեցնելու են հողին։ Բայց Եղիսեին 4-րդ թագավորած 6-րդ գլուխ 15 խոսքից կկարդամ։ Եվ Աստծո մարդի ծառան առավոտ անցկանուխ վեր կացավ, դուրս եկավ եւ ահա զորքը պատել էր քաղաքը, նաեւ ձիերն ու կառքերը, եւ նրա ծառան ասեց նրան. «Վայ, Տերին, ինչ անենք»։ Նա էլ ասեց. «Մի վախենա»։ Գիտես, ես կարծում եմ, այս խոսքը ամեն մեկիս է այսօր ուղղված։ Եթե նայում ես շուրջդ, թշնամին պատել է, ինչ որ հարցեր կա, իրավիճակներ կա, կապ չունի քո խնդրի անունը ինչ է։ Ու ասում ես, ինչ անեմ։ Աստված ասում է, մի վախեցիր։ Մի վախեցիր, սիրելիս։ Առաջի բանը ինչ որ պետք է անես, պետք է չվախենաս։ Գիտես, վախը դա շատ լուրջ խնդիր է, վախը դա բացասական հավատք է, որը ինձ ու քեզ կործանման է տանում։ Սատանայի նպատակն է վախ բերել մեր կյանքում։ Ուր որ կա վախ, այնտեղ չկա հավատք։ Ուր որ կա վախ, այնտեղ չկա խաղաղություն։ Ուր որ կա վախ, այնտեղ չկա հանգստություն։ Ուր որ կա վախ, այնտեղ չկան ճիշտ որոշումներ։ Ու սատանայի նպատակն է, որ քո միտքը գերի վերցնի, քո մեջ վախ սերմանի, որ դու չվստահես Աստծուն։ Առաջի բանը, եթե դու ասում ես ինչ անեմ, ոնց անեմ, ինչպես էս իրավիճակը կարա լուծվի, Աստված ասում է՝ մի վախեցիր։ Մի վախեցիր, սիրելիս։ Եվ տեսեք ինչ է ասում։ Եվ որովհետև մեզ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները։ Եվ Եղիսեն աղոթք արավ եւ ասեց. «Ով Տեր, բաց նրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, եւ նա տեսավ, եւ ահա սարը լիքներ հրեղեն ձիերով եւ կառքերով Եղիսեի շուրջը։ Ես կարծում եմ, երբեմն Աստված պետք է բացի քո հոգևոր աչքերը, սիրելիս, որ մենք տեսնենք մեր շուրջը ինչա կատարվում։ Այո, շատ անգամ, գիտեք, հավատքը տեսնում է միշտ ավելի հեռուն, քան թե քո խնդիրներն է։ Հավատքը միշտ տեսնում է Տիրոջ ձեռքը, հավատքը տեսնում է պատասխանը դեռ չստացած։ Ու շատ անգամ մեր շուրջը, այո, այն ինչը որ մարդկորեն, հա, նայում ենք մեր մարդկային աչքերով, իրավիճակը մեզ մի բան է ասում, բայց կան հոգու աչքերը։ Հոգևոր իրականությունը շատ անգամ այլ է։
Երբ որ դու հոգու աչքերով կարողանում ես տեսնել այն ինչ որ Աստված ունի քեզ համար, վախը անհայտանում է սիրելիս։ Այո, զորքը տեղ կանգնած էր, այո, շատ ուժեղ էր, այդ ձիերը, այդ կառքերը, ամեն ինչը տեղում էր, բայց երբ որ ծառան կարողացավ տեսնել այն ինչ որ Եղիսեն էր տեսնում, գիտեք, վախը անցավ, եկավ հաղթանակի զգացում, եկավ խաղաղություն, եկավ վստահություն, Աստված մեզ հետ է եւ Տերը թույլ չի տա որ մենք պարտվենք։ Ամեն։ Եվ վերջի պատմությունը սիրելիներս, որ նույնպես իմ դուրը շատ է գալիս, դա Մովսեսի մասին է, Ելից գրքում է գրված, երբ որ Աստված իր ժողովրդին հանեց Եգիպտոսից ու պետքա տաներ Քանանի երկիր, մենք հիշում ենք, որ նրանք բախվեցին մի խնդրի, եկան հասան ծովի մոտ, մի կողմից ծովներ, մյուս կողմից էլ Եգիպտոսի կատաղած զորքներ, որ պետքա հասներ ու կոտորեր նրանց կամ նորից հետ տաներ գերության։ Ու ինչա տեղի ունենում, Ելից 14-րդ գլուխ 11 խոսքից կարդամ։ Եվ ասեցին Մովսեսին. միթե Եգիպտոսում գերեզմաներ չկային, որ մեզ բերիր անապատի մեջ մեռնելու։ Սա ինչ է, որ մեզ արիր, որ մեզ Եգիպտոսից հանեցիր։ Սա այն խոսքը չէ, որ քեզ ասում էինք Եգիպտոսում, թե թող տուր մեզ, որ եգիպտացիներին ծառայություն անենք, որովհետև ավելի լավ է մեզ համար եգիպտացիներին ծառայություն անել, քան թե անապատում մեռնել։ Գիտեք, սատանայի նպատակն էլ ասա։ Ավելի լավ է իրան ծառայես, ինքը քեզ հանգիստ թողի, չէ՞։ Վախել չի լինի, բանել չի լինի, հարցակում էլ չի լինի, կարևորը իրան ծառայես։ Ու լինում է մեր կյանքում էլ ժողովուրդ ջան, մարդիկ, այս մարդկանց նման, պատկերացրեք Մովսեսի վիճակը։ Պատկերացրեք այդ ժողովրդի քանակը, որոշ տվյալներով ասում են 3 միլիոն մարդ կար, որոշ տվյալներով ավելի շատ, թեկուզ թող 3 միլիոն լիներ։ Պատկերացնում եք այդ կատաղած ամբոխը, որ սկսեցին Մովսեսի դեմ խոսել։ Ինչ է Եգիպտոսում ասում է գերեզմաներ չկար, հանել ես մեզ տեղ սպանես։ Ավելի լավ էր այնտեղ մնայինք, փարավոնին էլ ծառա լինեինք։ Գիտեք ինչքան վստահություն է պետք ունենալ Աստծո նկատմամբ, որ անգամ այդ իրավիճակում, անգամ երբ որ մարդիկ քո շուրջը բացասական բաներ են խոսում, մարդիկ քեզ քննադատում են, մարդիկ պատրաստ են քեզ քարկոծել, դու անգամ այդ իրավիճակում քո խաղաղությունը չես կորցնում։ Անգամ այդ իրավիճակում քո խաղաղությունը չես կորցնում։ Գիտես, լինում է ինչ որ խնդրեմ է լինում, այն բան կա, չէ, որ ասենք մեկը հիվանդանում է, անգամ այտենց հումոր կա։ Հա, ասում են հարևանիս էլ էր այտենց պատահել, ասում 3 օրից մեռավ։ Չէ, հիմա մարդիկ լինում է ինչ որ մի հատ խնդիր է պատահում, ինչ որ բան կողքից սկսում են կարծիքներ հայտնել, սենց էր, նենց էր, բա այն մեկին սենց եղավ, այն մեկին սենց արի, կապ չունի, ոչ մեկ հետ մի համեմատվի։ Նայիր Աստծուն սիրելիս, Աստված ունի պատասխան քեզ համար։ Գիտես, ոչ միշտ է որ մենք մարդկանց կարծիքները պետքա լսենք։ Այն մարդիկ, ովքեր գողանում են քո խաղաղությունը, հեռու մնա տենց մարդկանցից։ Շփվի այն մարդկանց հետ, ովքեր որ քեզ թև ու թիկունք են։ Շփվի այն մարդկանց հետ, ովքեր որ քո մեջ հույս են բերում։ Շփվի այն մարդկանց հետ, ում հետ շփվելով հավատք է բարձրանում քո մեջ, ում հետ շփվելով քո մեջ հույս է գալիս, քո մեջ ցանկություն է գալիս պայքարելու, չկանգնելու, չհանձնվելու։ Ամեն։ Եվ տեսեք Մովսեսը ինչ է ասում։ Մի վախեք, գիտեք էլի նույն խոսքն է, մի վախեք։ Ամենտեղ նույն բանն է։ Հիսուսը երբ որ փոթորիկը հանդարտացրեց, ասեց ինչի եք այդքան վախկոտ, ինչի եք անհավատ։ Եվ տեսեք, մի վախեք, կանգնեցեք եւ տեսեք Եհովայի փրկությունը, որ այսօր կանի ձեզ համար, որովհետեւ ձեր այսօրվա տեսած եգիպտացիներին այլևս պիտի չտեսնեք հավիտյան։ Եհովան ձեզ համար պիտի պատերազմի եւ դուք լուր կացեք։ Գիտեք Աստված է պատերազմելու, ու Աստված պատերազմեց, ու մենք տեսնում ենք այդ զորքի կործանումը այդ ծովի մեջ։ Ինչքան կարևոր է երբեմն, գիտեք, լուր սпасել Տիրոջը, սիրելիներս։ Դե աղոթել եմ, բան չի փոխվում, լուր սпасի Տիրոջը։ Խաղաղվիր սիրելիս ու մի վախեցիր, որովհետև Աստված քեզ հետ է։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն։ Եվ վերջի տեղը, որ ուզում եմ կարդալ սիրելիներս ու միասին աղոթք կբարձրացնենք։ Պողոս առաքյալը Փիլիպպեցիների 4-րդ գլխում
մի լավ բան ասում 6-7 խոսքեր կարդանք։ Ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով եւ աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն։ Տեսեք ինչքան ուժեղ բան է հետո ասում։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերը ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Փառք Տիրոջ է, սիրելիներս, որն է ճանապարհը խաղաղվելու։ Աստծո խոսքը ասում է. ամեն աղոթքով եւ աղաչանքով։ Գիտես, աղաչանքը դա այն չի, որ սենց Աստված չի ուզում քեզ մի բան տա, հա կոպիտ ասած պիտի գնաս ընկնես իր ոտները, որ քեզ մի բան տա։ Չնայած վատ չի Աստծո ոտները ընկնելը երբեմն։ Ամեն աղոթքով ու աղաչանքով, գիտես, աղոթքի կյանքը շատ կարևոր է, աղաչանքը դա շատ ուժեղ մղում է ներքին։ Դա այն չի, որ դե 2 րոպե աղոթեցինք, եղավ, չեղավ, չէ։ Հիսուս ասում է շարունակի թակել, կբացվի, շարունակի փնտրել, կգտնես, շարունակի խնդրել, կստանաս։ Գիտես, այդ աղաչանքը թող միշտ լինի քո կյանքում, այդ մղումը ներքին, որովհետև Աստված հավատարիմ Աստված է։ Աստված քեզ չի մոռացել, Աստված քեզ չի թողել, սիրելիս։ Եվ կարևոր մի բան, աղոթքով, աղաչանքով եւ գոհությունով։ Գիտես, գոհությունը դարձրու քո կյանքի ապրելակերպը։ Ամեն ժամանակ ու ամեն ինչի համար Աստծուն շնորհակալ եղի, սիրելիս։ Մտնում ես աղոթելու, կապ չունի քո տեսածը ինչ է ասում։ Տիրոջը շնորհակալություն հայտնի, գոհությունով դուրս արի աղոթքի սենյակից։ Աս այո Տեր, ես միգուցե բաներ կա չեմ հասկանում, իմ միտքը չի հասկանում։ Նայում եմ, չեմ կարա հասկանամ, ինչ է կատարվում։ Ինչպես Հոբը ասում էր, հա, հարավ եմ գնում, արևմուտք, արևելք, ասում էր, փորձում եմ նշմարել, չեմ զգում նրա ներկայությունը, բայց գիտեմ, ինքը իմ հետ է, ինքը իմ ոտքը հաստատ է անում, իմ ճանապարհը։ Դրա համար գիտես, եկեք սովորենք փառք տալ Աստծուն։ Եկեք սովորենք, երբ որ մեր աղոթքի սենյակից դուրս են գալիս, թող մեր սիրտը գոհությունով լցված լինի, այնպես որ Աստված արդեն իրականացրել է այն ինչ որ մենք խնդրել ենք Իրանից։ Գիտես, ինչպես Դանիելը աղոթում էր, 21 օր պատասխան չկար, բայց երբ որ հրեշտակը եկավ, ասեց այն օրը, որ դու խնդրեցիր, ես ուղարկվեցի քեզ մոտ։ Գիտեք, շատ անգամ մեր պատասխանը կարող է ուշ հասնի տեղ, կարող է 21 օր տևի, կարող է 30 օր տևի, 2 ամիս տևի, չգիտեմ, բայց հաստատ կհասնի տեղ, որովհետև Աստված լսում է իր սուրբերի, իր արդարների աղոթքը։ Աստված չի թողել իր զավակներին։ Ամեն։ Փառք Տիրոջը եւ ամենակարևորը, ասում է, եւ Աստծո խաղաղությունը, որ ամեն մարդկային մտքից վեր է։ Գիտես, դա մի վիճակ է, որ չի տրվում մարդկային հասկացողությանը։ Դա մի զգացողություն է, որ մարդկային միտքը չի կարա դա վերլուծի։ Ինչպես կարա նենց լինի, որ 4 կողմդ կրակ է, 4 կողմդ խնդիրներ է, 4 կողմդ փորձություն է, բայց դու հանգիստ ես։ Բայց դու գիտես, քեզ տեղից հնարավոր չի շարժվել։ Ինչի՞, որտեղ Աստծո խաղաղությունը, որ վեր է ամեն մարդկային հասկացողությունից ու մտքից, ասում է թող ձեր սիրտը ու ձեր մտքերը պահի որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսում է։ Ինչի՞, որովհետև նա է խաղաղության իշխանը, որովհետև Քրիստոսի մեջ ենք ես ու դու հանգստանում։ Քրիստոսի մեջ ենք ես ու դու խաղաղություն գտնում, սիրելիս։ Ամեն։